Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Համաձայն եմ, պարոն Պապոյան, բայց հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել մի այսպիսի հանգամանքի վրա, որովհետև այո, այն որ մենք այսպես շեշտադրումներ ենք անում, այն որ մեզ այսպիսի շեշտադրումներ ենք անում, իհարկե դա որոշակի առումով ունի էմոցիոնալ կոմպոնենտ, որոշակի առումով ունի քաղաքական կոմպոնենտ, բայց ուզում եմ ասել, որ որոշակի առումով ունի նաև բարոյական կոմպոնենտ։ Ո՞րն է այդ բարոյական կոմպոնենտը։ Բարոյական կոմպոնենտը այն է, ինչը գրված է նոր կտակարանում, որը ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատվես, ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որովհետև այս բոլոր համակարգերը, որ մենք ներդրում ենք, այդ բոլոր համակարգերը ներդնելը միայն նրա մասին չի, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին է, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու։ Գոնե իմ ըմբռնումը այսպիսին է։ Ասենք մենք չենք կարա վերցնենք մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից եւ տանենք տանք մեր կնոջը լավ չի ինչու։ Եվ չեն կարող տանել տան մեր կանանց, մեր երեխաներին եւ այդպես շարունակ։ Որովհետև միշտ մեջբերում են նոր ասում են մի դատիր, որ չդատվես, վերջակետ։ Բայց այդ նախադասությունը ուրիշ է, ասում է մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Հիմա մենք ապօրինի գույքի բռնագանձման այդ 4 ուղղությունները, իմիջիայլոց ուզում եմ մեր դե յուրե այդտեղ 4 ուղղություն կա, համայնքային շահ, պետական շահ, ապօրինի գույք եւ քրեական գործերի շրջանակներում բռնագանձումներ, դե մենք քաղաքականապես բոլորը անունը դնում ենք ապօրինի գույք։ Կարծում եմ դա մեծ մեղք չի, որովհետեւ մենք իրավական ձևակերպումներ այս ապօրինի գույքի վերադարձի process-ը նաեւ դրա մասին է, որ ինչ դատով դատում ենք, նույն դատով էլ մեծ ենք դատելու։ Հա, չէ, դատել չի նշանակում պարտադիր, որ դատավճիռ կայացնել, դատել նշանակում է նաև վերաբերվել։ Այսինքն նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, մեր դեպքում։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր իշխանության ժամանակ նման համակարգով օտարված գույք մենք վերադարձրել ենք նույն համայնքային շահի պաշտպանության եւ քրեական գործի շրջանակում մեր կառավարության օրոք, մեր պաշտոնյայի կողմից կայացրած որոշմամբ նմանատիպ մի գործարք մենք վերացրել ենք, կարող է դրա արդյունքում նույնիսկ այդ համայնքում, այդ թվում դրա արդյունքում այդ համայնքում ընտրությունները պարտվել ենք։ Բայց կապ չունի։ Սկզբունքը դրված է, չի կարող, մերոնք ձերոնք չկան։ Կա գույք, կա պետական գույք եւ կա օրինական գույք եւ կա ապօրինի գույք։ Կապ չունի։ Եվ այս սկզբունքային ճանապարհը մենք շարունակելու ենք եւ ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասեմ, այո, իհարկե քաղաքական կոմպոնենտ կա ու քաղաքական կոմպոնենտն այն չի, որ մենք ինչ որ մեկի այդպես թշնամացած ենք ուզում, քաղաքական կոմպոնենտն է նա, որ մենք մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորություններ, բայց մյուս կողմից տեսեք հիմա սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, իրավական համակարգ է ստեղծել, հա ինչ որ հայցերից դատախազությունը կհրաժարվի եւ կառավարությունն չի առարկում, որովհետեւ եթե մեր սկզբունքը լիներ բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչը վերցնել, այսքան չենք չարչարվի, ժողովուրդ ջան։ Այսքան չենք չարչարվի, այսքան օրենքի նախագիծ, փոփոխություն, նոր օրենք, նոր դատարան, նոր համակարգ, սահմանադրական դատարանի որոշում եւ այլն, եվրոպական դատարանի, այնա կգնայինք կվերցնենք, բայց 10 անգամ դրան անդրադարձել ենք։ Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետեւ դա իրավակարգի եւ պետության կորուստ կլինի։ Բայց մյուս կողմից էլ մենք հետևական ենք, որովհետեւ այո մարդկանց առաջ ստանձնել ենք պարտավորությունը, այո ուշացումով այդ համակարգը թափ է հավաքում եւ
բնականաբար մեծ հակազդեցություն իմիջիայլոց ինչքան գնա այդ հակազդեցությունը մեծանալու է։ Եվ այս նաև այդ հակազդեցությունից պաշտպանվելու համար է, որ մենք հասցեական թիրախային պետք է ասենք։ Ես պատահական օրինակը չբերեցի։ Այդ նույն ժամանակ ես գիտեի, չէ, բնականաբար ում անվան հետ է կապվում, բայց ես ոչ մի անուն չտվեցի մտածելով դե լավ դե հիմա ինչ կարիք կա ամեն անգամ շեշտել, բայց սրանից հետո տեն չի լինելու։ Ամեն անգամ շեշտելու են, որովհետև այդ մեր կոռեկտության փորձը լրիվ ուրիշ ձև է օգտագործվում, լրիվ ուրիշ ձև է մեկնաբանվում։ Եվ հետևաբար ոչ միայն իրերն են կոչելու իրար անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց էլ են կոչելու իրանց անուններով, որպեսզի որևէ տարընթերցում չմնա։